Շնորհակալություն, վերադարձանք մեր տեղերին։ Պարոն Սուքասյան, դուք մոտ 2 րոպե ժամանակ ունեք դեռ։ Լավ, Տիկին Խաչատրյան, հարգելի գործընկերներ, Տիկին Խաչատրյան, շնորհակալություն, պարոն Սուքասյան, 2 րոպե։ Լավ, վсё։ Այդ ատամնաբուժարանը, որ բացեք, Էրդողանը մի օր սահմանն անցնի, այդ բրբսնյակի ծաղիկներով Էրդողանին կդիմավորեք, կտանեք ատամները կբուժեք։ Ձեր կուսակցության անունն էլ փոխեք, դրեք վիլայետ։ Դուք որ հանրապետությունն ու դուք վիլայետ կուսակցությունն եք, այդ եք դուք։ Սուտ խոսացողին լիքը բազմակետ, ով որ սուտ է խոսում լիքը բազմակետ։ Պարոն Սուքասյան, ստիպված եմ ձեր խոսքը ընդհատել, որովհետև դուք ուղղակի սրում եք, էլի հիմա իրավիճակը չարժի, պետք չի առանց էլ տենց միջադեպ ունեցանք։ Խնդրում եմ, բյուջեի մասով։ Սիրելի երևանցիներ, 160 միլիարդ կլինի, 260 միլիարդ կլինի, եթե քաղաքը կառավարվում է, մենք ենք իշխանությունը, ոնց կուզենք այդ փողը կծախսենք, որ փառատոներին կուզենք կֆինանսավորենք, լիլարարներին ու, չգիտեմ, ֆակտորիներին փողեր կբաշխենք, անորակ շինարարության ավարտական ակտերը կստորագրենք, մեկ էլ այդ որ ասում եք բան է, էլի, քաղաքի կենտրոնում ասենք քանի հատ փողոց կա, որ քաղաքի կենտրոնում փողոց կա, որ կարմիր գիծ չկա, մի քանի հատ կա, այն Ավագ Պետրոսյան փողոցը, Բայրոնը կոնսերվատորիայի մոտ, տեղական փողոցը, տեղեք կարմիր գիծ չէր, ոնց այդտեղ կանգնողները փող չտան, հələ եկեք դուք էլ վճարեք։ Հիմա այս փաթեթով էդ էլ անցկացրեցի, որ էլ ավելի շատ փող գա կարմիր գծերով, հա։ Ու առհասարակ էլ եմ ուզում կրկնել, նախորդ տարվա բյուջեից շուտ 40 միլիարդ դրամով ավելի բյուջե ունեցավ Երևանը 25 թվականին։ Եթե որից է մեկի համար այդ 40 միլիարդը տեսանել է, ես շնորհավորում եմ նրան այդ կապակցությամբ։ Ինչ վերաբերում է, որ թմբկահարում եք բակեր, մյուս եւ այլն, նախկինում կառավարությունը պատվիրակել է, հիմա էլ ասել են, այնա կգնաս շինթույլտվություն կտաս, մեկ էլ բանա, գույքահարկը բարձրացրել ենք, փողի խնդիր չեք ունենալու, գնացեք շինարարություն արեք, այսինքն այդտեղնես չի առանձնապես քաղաքի բիզնես միջավայրն է զարգացել, քաղաքի կենսամակարդակն է լավացել, իհարկե ոչ, դրա արդյունքում չի այդ փողը այդքան գալի լցվում, ընդամենը հարկերի եւ տուրքերի թանկացման Երևանցու գրպանը մտնելու հաշվին։ Զինա Չալիկյան, Արմեն Գալջյան։ Շնորհակալություն, հարգելի պարոն քաղաքապետ, հարգելի գործընկերներ, ես բոլորիդ ուշադրի լսել եմ, հուսով եմ բավարար քաջություն կունենաք դուք էլ լուր լսելու։ Քաղաքի հետ կապված անկեղծ ասած ես չեմ հասկանում դուք ինչ եք ուզում Երևանից, որովհետև երբ որ օրինակ օտար երկրացիները գալիս են որպես զբոսաշրջիկ Երևան քաղաք, մենք ամեն օր տեսնում ենք սոցիալական ցանցերում բազմաթիվ տեսանյութեր Երևան քաղաքը փառաբանող եւ ամբողջ աշխարհով Երևան քաղաքի մասին բավականին գեղեցիկ տեղեկատվություններ են ամբողջ մեդիայում պատտվում եւ երբ որ դուք գալիս եք ստեղից խոսում եք, այսինքն դուք էլ փոխանակ դուք էլ ձեր բաժին մի բան անեք, որ քաղաքի վարկանիշը ամբողջ աշխարհում բարձրանա, ամբողջ օրը չորանգած աղբեք մանգալի, որ նկարեք, կամ չգիտեմ, ժամը 6-ին կանգառում սպասում ենք, երբ հա կուտակում լինելու, որ նկարեք։ Դա բոլորս էլ գիտենք։ Հաջորդ հարցը, որի մասին կուզեմ